հայեր։ Նվաստացումների և պարտությունների ավարտի շեմին, այ ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և 3-ում էլ պարտվեցին, այ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը, այ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը, սիրելի հայրենակիցներ, փոփոխությունները գալիս են։ Մարդիկ կզգան իրենց կյանքում և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար։ Ես երաշխավորում եմ փոքրիկ խմբակի կողմից։ Վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը հայր ու մայր յուրաքանչյուր տարեց հնարավորություն կունենա որոշելու իր գալիք սերունդների ապագան։ Այսօր սրանից ավելի կարևոր հարց չկա։ Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդը ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում։ Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ 300,000 նոր աշխատատեղեր Հայաստանի քաղաքացիների համար։ Ես ցանկանում եմ յուրաքանչյուր հայի ուղղել հետևյալ կարևոր հարցերը. պատրաստ եք աջակցել Ալիևի շահերը սպասարկող իշխանությանը։ Պատրաստ եք ընդունել տարիների նվաստացում և ձախողումներ։ Թե ընտրելու եք ազատ և ուժեղ Հայաստանը։ Որ հայ ժողովուրդը հաղթել է իր վախերը, որ Ալիևն ու իր մարզպետը չի կարողանում լուծել Հայաստանի խնդիրները։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին մենք միասին պատմություն ենք կերտելու։ Մենք պարտավոր ենք դա անել, որովհետև Հայաստանի գոյությունն է վտանգված։ Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին դառնալ փոփոխության մաս։ Չի կարող լինել Հայաստանի խաղաղության երաշխավոր։ Սիրելի բարեկամներ, հունիսի 17-ին Ալիևը Նախիջևանում կազմակերպում է Արևմտյան Ադրբեջան փառատոն համագումար։ Իսկ գիտեք ով է լինելու նրանց պատվավոր հյուրը։ Նիկոլ Փաշինյանը։ Հունիսի 7-ին հայերը պարտավոր են Ալիևին ուղարկելու հստակ մեսիջ. մենք չենք նվաստանալու, մեր ղեկավարը արդեն ուժեղ է, Փաշինյանին ուղարկելու ենք դեպի Ադրբեջան, թող գնա Նախիջևան և հետո Բաքու։ Սիրելի բարեկամներ, հունիսի 7-ից հետո մեզ մեծ աշխատանք է սպասում, այնքան փոփոխություններ կան, որոնք պետք է իրականություն դառնան, սակայն դրանցից ոչ մեկն այնքան կարևոր չէ, որ կային հաղթարենք պառակվածությունը, հաղթենք վախերը,
ամրապնդենք մեր եկեղեցին, մեր ազգը, մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, մենք պետք է հեռացնենք այն վախը, որ Փաշինյանի վարչակազմը սերմանել է մեր ժողովրդի մեջ, հայերը ուժեղ են, հայերը համարձակ են, հայերը հաղթելու են, փոփոխությունը սկսվում է ձեր քվեից, հունիսի 7-ին, միասնական լինելով մենք ունենանք մնային և ուժեղ խաղաղություն, ոչ թե մեր շուրջը կլինի 300,000 ադրբեջանցի։